Հարգելի հայրենակիցներ, ողջույն ձեզ։ Ահա կատարվավ այն, ինչ ես սպասում էի։ Դաժե սենց ասեմ, մի գրամ չէի կասկածում եւ հավատացնում եմ, որ հենց տենց է լինելու է։ Երեք Ռոբերտ Քոչարյանը ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ինքը մասնակցելու է ընտրություններին։ Այսինքն բառացի հաստատեց այն, ինչ որ ես երկար ժամանակ ասում եմ, որ այս մարդը ատամներով ինչքան ռեսուրս եւ ուժ ունի պահում է ներկայիս իշխանության աթոռը։ Իսկ ներկայիս իշխանությանը պահում է, ինչքան ուժ ունի։ Դե ինքը որ ասում է ես մասնակցելու եմ, արդեն պարզ է, չէ՞, ինչի նկատի ունի։ Այսինքն ես որպես նախկին մասնակցելու եմ, որ ժողովուրդը տենա ինձ, վախենա, գնա Նիկոլ Փաշինյանին ընտրի, այսինքն Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության։ Էլի բոբոյի դեր է տանում, էլի։ Ինչ ասեմ։ Գնացեք ընտրության, անպայման կգնաք ընտրության, որը տեղի ունենալու եկող տարի ապրիլին, թե չեմ սխալվում, ապրիլին է կամ մայիսին է։ Բոլորդ գնացեք, արտադիր ժողովուրդ ջան, դե դուք չգնաք ձեր տեղ ընտրելու են, հաշվելու ենք ավելի։ Ես հասկանում եմ, որ շատերը չեք ուզում ոչ սրան, ոչ էլ նրան, որտեղ նախկին ներկա չկա, բոլորն են նույնն են։ Գոնե բան արեք, գնացեք, ասենք, մեկը ընտրում է Ժան-Կլոդ Վան Դամին, մեկը Չակ Նորիսին, գնացեք իրանց ընտրեք, էլի։ Նայած ըստ ճաշակի։ Գնացեք բոլորին դեմ եմ, տենց քվեարկեք, բայց պարտադիր գնացեք։ Այլ տարբերակ չկա սրանցից ազատվելու։ Թող մի հատ լուրջ ճգնաժամ ձևավորվի։ Շնորհակալություն, հաջողություն ձեզ։